Սիրելի ֆուտբոլասերներ, եթե այսօր ձեզանից շատերին ասեին, որ Արարատը հաղթել է Բավարիան Մյունխենին հենց Երևանում, կսկսեիք ծիծաղել և կասեիք, որ դա հնարավոր բան չէ, ֆանտազիայի ժանրից է։ Իսկ ես կասեմ, որ հնարավոր է, որովհետև այդ ամենը Հայաստանի ֆուտբոլի պատմության մի մասնիկն է։ Մինչ դիտենք տեսանյութը, չես մոռանում լայքել և բաժանորդագրվել ալիքին։ Հետագայում որպեսզի բաշխի թողնես այսպիսի տեսանյութեր։ Գնացինք տեսանյութը դիտելու։ 1973 թվականին Հանրապետական մարզադաշտում Երևանը ընդունեց գերմանական հզորագույն ակումբին՝ Բավարիա Մյունխենին։ Թիմի կազմում էր նաև լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը, որի ներկայությունը խաղին միջազգային մեծ հետաքրքրություն էր հաղորդում։ Դաշտում սակայն իր խոսքը ասաց ԽՍՀՄ գործող չեմպիոն Արարատ Երևանը։ Խաղն անցավ բարձր տեմպով ու լարված պայքարով։ Բավարիան փորձում էր թելադրել խաղը, բայց Արարատը կազմակերպված պաշտպանությամբ և արագ գրոհներով հակադարձում էր։ Վճռորոշ պահը եղավ առաջին խաղակեսում 35-րդ րոպեին։ Հարձակումն ավարտվեց դիպուկ հարվածով և գոլի հեղինակ դարձավ Արկադի Անդրեասյանը։ Այդ գոլը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլը։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով հօգուտ Արարատի։ Այդ հաղթանակը մնաց հայկական ֆուտբոլի պատմության ամենահիշարժան էջերից մեկը՝ եվրոպական ապագա գրանտի դեմ Բեկենբաուերի մասնակցությամբ։